ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Trust Social-ում հրապարակած տեսաուղերձով պաշտոնապես հաստատել է. ամերիկյան զինված ուժերը հարվածներ են հասցրել Իրանի տարածքին։ Our objective is to defend the American people by eliminating imminent threats from the Iranian regime. Նրա խոսքով գործողության նպատակը Իրանից բխող անմիջական սպառնալիքների չեզոքացումն է և միջուկային զենքի ձեռքբերումը կանխելը։ Սակայն Իրանի պատասխանը չուշացավ։ Իրանական բալիստիկ հրթիռների արձակումից հետո տագնապի ազդանշաններ են հնչել Երուսաղեմում, Թել Ավիվում և ամբողջ Իսրայելի տարածքում։ Հարվածներ են գրանցվել նաև Բահրեյնում գտնվող ԱՄՆ ռազմաբազայի ուղղությամբ, որտեղ նկատվել է ծուխ և պայթյուններ։ Հրթիռային հարվածների տակ են հայտնվել նաև Արաբական Միացյալ Էմիրությունները, Աբու Դաբիում արձանագրվել են հզոր պայթյուններ կամ 1 զոհ։ Պայթյունների ձայներ են լսվել նաև Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Ռիադում և Հորդանանի մայրաքաղաք Ամմանում։ Ըստ աղբյուրների, Իրանի թիրախում են հայտնվել Կատարի, Քուվեյթի, Բահրեյնի և Արաբական Միացյալ Էմիրությունների ամերիկյան ռազմաբազաները, ինչպես նաև ԱՄՆ ռազմածովային ուժերի USS Աբրահամ Լինքոլն ավիագիրը։